Հենց հիմա նայեք ձեր ձեռքերին, տեսնում եք ձեր եղունգները։ Բժշկության մեջ անցկացրած 30 տարիների ընթացքում ես հասկացել եմ մի բան, որից ձեր մարմնով սարսուռ կանցնի։ Ձեր մատների ծայրերին գտնվող այս փոքրիկ թիթեղները արյան անվճար անալիզ են, որը դուք կրում եք ձեզ հետ ամեն վայրկյան։ Դրանք արդեն գոռում են սրտի, լյարդի, վահանաձև գեղձի խնդիրների մասին, իսկ դուք դրանք պարզապես ներկում կամ կտրում եք։ 30 րոպեից դուք բոլորովին այլ աչքերով կնայեք ձեր ձեռքերին, եւ հնարավոր է, սա կփրկի ձեր կյանքը։ Իմ անունը Արմեն Միքայելյան է, ես 55 տարեկան եմ, եւ դրանցից 30-ը ես անցկացրել եմ բժշկության մեջ։ Այս տարիների ընթացքում իմ ձեռքերով հազարավոր պացիենտներ են անցել, եւ գիտեք թե ինչն է ինձ զարմացնում մինչև հիմա։ Մարդիկ ծախսում են 50,000 դրամ արյան անալիզի վրա, վճարում են սոնոգրաֆիայի համար, վազվզում են բժիշկների մոտ եւ միևնույն ժամանակ ամբողջովին անտեսում են անվճար ախտորոշումը, որը բառացիորեն նրանց մատների ծայրերին է ամեն օր, օրը 24 ժամ, առանց հերթագրվելու եւ առանց հերթերի։ Ես խոսում եմ ձեր եղունգների մասին։ Հիմա դուք հավանաբար մտածեցիք, դե եղունգներն ընդամենը կերատին են, ուրիշ ոչինչ։ Եվ ահա այստեղ կանգ առեք։ Հենց այսպես է մտածում մարդկանց 99%-ը, եւ հենց այդ պատճառով նրանք բաց են թողնում այն ազդանշանները, որոնք օրգանիզմին ուղարկում է հիվանդության, իրեն ամբողջ ուժով դրսևորելուց ամիսներ, իսկ երբեմն էլ տարիներ առաջ։ Եկեք բացատրեմ, թե ինչու է սա աշխատում, եւ աշխատում է սարսափելի ճշգրտությամբ։ Եղունգի թիթեղն աճում է այսպես կոչված մատրիքսից, սա կենդանի հյուսվածք է, որը թաքնված է հիմքում, մաշկային գլանի տակ։ Եվ ահա թե ինչն է կարևոր։ Այս հյուսվածքը սնուցում է ստանում անմիջապես արյունատար անոթներից։ Նոր թիթեղի յուրաքանչյուր միլիմետրը բառացիորեն այն բանի արտապատկերն է, ինչ տեղի էր ունենում ձեր օրգանիզմում դրա ձևավորման պահին։ Յուրաքանչյուր դեֆիցիտ, յուրաքանչյուր խափանում, յուրաքանչյուր բորբոքային պրոցես, այս ամենը գրանցվում է նրա վրա, ինչպես ինքնաթիռի սև արկղում։ Ձեռքերի վրա թիթեղը ամբողջությամբ նորացվում է մոտավորապես 6 ամսում, ոտքերինը 12-18 ամսում։ Սա նշանակում է, որ հենց հիմա դուք ձեզ վրա կրում եք ձեր առողջության կես տարվա արխիվը, եւ այն բաց է։ Պարզապես կարդացեք այն։ Բայց այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը։ Մարդկանց մեծամասնությունը նկատում է միայն սունկը, այն էլ երբ արդեն ուշ է, իսկ մինչդեռ գույնի փոփոխությունը կարող է վկայել լյարդի կամ թոքերի խնդիրների մասին, տարօրինակ ձևը սրտային անբավարարության։ Իսկ այն սպիտակ կետերը, որոնք ձեր տատիկն ասում էր կալցիումի պակասից են, մոռացեք։ Իրական պատճառը ձեզ կզարմացնի, եւ մենք դրան անպայման կհասնենք։ Ահա ձեզ կոնկրետ դեպք։ Մի 52 տարեկան կին եկավ ինձ մոտ հոգնածության գանգատով։ Թվում էր, թե սովորական պատմություն է, ով չի հոգնում 50-ից հետո։ Անալիզները նորմայի մեջ էին, ճնշումը թույլատրելի սահմաններում, կարդիոգրաման առանց շեղումների։ Բայց ես նայեցի նրա ձեռքերին, եղունգները գունատ էին, գրեթե սպիտակ, հիմքում հազիվ նկատելի կապտավուն երանգով, իսկ յուրաքանչյուրի կենտրոնով անցնում էր ոչ խորը, բայց հստակ երկայնական ակոս։ Ես նրան ուղարկեցի ընդլայնված հետազոտության։ Արդյունքը թաքնված անեմիա, որը կես տարի առանց բուժման կարող էր վերածվել ոսկրածուծի լուրջ ախտահարման, իսկ եղունգները գոռում էին այդ մասին արդեն 3-4 ամիս։ Պարզապես ոչ ոք չէր լսում։ Եվ սա միակ օրինակը չէ։ Մի քանի րոպեից ես ձեզ կպատմեմ մի տղամարդու մասին, որի եղունգի տակի մուգ շերտը պարզվեց մի վիճակի վաղ նշան էր, որից Հայաստանում տարեկան հազարավոր մարդիկ են մահանում։ Նա դա նկատել էր պատահաբար, եւ այդ պատահականությունը փրկեց նրա կյանքը։ Բայց նախքան կոնկրետ ազդանշաններին, գույնին, ձևին, հյուսվածքին, գծերին անցնելը, ես ուզում եմ, որ դուք հասկանաք մեկ հիմնարար բան։ Ձեր օրգանիզմը երբեք լուր չի հիվանդանում։ Այն միշտ նախազգուշացնում է։ Խնդիրն այն է, որ մենք մոռացել ենք լսել նրան։ Մենք փնտրում ենք բարդ պատասխաններ, իսկ դրանք ընկած են մակերեսին, բառի բուն իմաստով։ 30 րոպեից դուք կստանաք քայլ առ քայլ ալգորիթմ, ինչպես կարդալ սեփական ձեռքերը փորձառու ախտորոշողից ոչ պակաս։ Որ գույնն է նորմա, իսկ որը անհապաղ բժշկի գնալու առիթ։ Որ ձևն է մատնանշում հյուսվածքների թթվածնային քաղցը, եւ ինչու այն, ինչ դուք համարում էիք կոսմետիկ թերություն, կարող է լինել առաջին զանգը մի օրգանից, որի խնդիրների մասին դուք անգամ չեք էլ կասկածում։ Իսկ հիմա եկեք սկսենք նրանից, ինչն անզեն աչքով էլ տեսանելի է, գույնից, որովհետև հենց ձեր եղունգի երանգը ձեր մասին ավելին կպատմի, քան դուք կարծում եք։ Եվ այս պատմություններից մի քանիսը, անկեղծ ասած, վախեցնող են։ Վերցրեք ձեր ձեռքը, մոտեցրեք լույսին, ուշադիր նայեք, թե ինչ գույնի են ձեր եղունգները։ Վարդագույն, հարթ, թեթև փայլով։
Շնորհավորում եմ, ամենայն հավանականությամբ ձեր օրգանիզմն աշխատում է բնականon հունով։ Բայց եթե տեսնում եք թեկուզ ամենափոքր շեղումը այս էտալոնից, մի թերթեք առաջ, մի շեղվեք, որովհետև հիմա ես կթվարկեմ երանգներ, եւ դրանցից յուրաքանչյուրը հասցե է մի կոնկրետ օրգանի, որն օգնություն է խնդրում։ Սկսենք դեղինից։ Դեղնած եղունգները թերևս ամենահաճախ հանդիպող ազդանշանն են, որը մարդիկ վերագրում են լաքին, ծխելուն, տարիքին։ Դե դատարկ բան է, կանցնի, չի անցնի։ Կայուն դեղնությունը, որը չի անհետանում ծածկույթը հեռացնելուց հետո եւ պահպանվում է ավելի քան 3-4 շաբաթ, 4 վիճակներից մեկի ցուցիչ է։ Առաջինը սնկային վարակ, եւ սա ամենաանվնաս տարբերակն է։ Երկրորդը բրոնխոթոքային համակարգի հիվանդություն։ Երրորդը լեղու արտահոսքի խանգարում եւ որպես հետևանք լյարդի աշխատանքի խափանում։ Եվ չորրորդը, որի մասին քչերը գիտեն, ավշային լիմֆատիկ համակարգի աշխատանքի խանգարում, այսպես կոչված դեղին եղունգների համախտանիշ։ Այս համախտանիշի դեպքում եղունգները ոչ միայն փոխում են գույնը, այլև հաստանում են։ Աճը դանդաղում է մինչև ամսական կես միլիմետրի, սովորական 3-ի փոխարեն, իսկ զուգահեռաբար սկսվում են ոտքերի այտուցներ եւ շնչառության խնդիրներ։ Եթե ձեզ մոտ համընկել են այս նշաններից գոնե երկուսը, սա տարիքային չէ, սա ախտորոշում է եւ այն պահանջում է ուշադրություն հենց հիմա։ Բայց սպասեք, որովհետեւ դեղինը դեռ ամենաչնչինն է։ Եկեք խոսենք սպիտակի մասին։ Եվ ոչ, ես հիմա այն կետերի մասին չեմ, որոնց մենք դեռ կհասնենք։ Ես այն իրավիճակի մասին եմ, երբ եղունգը դառնում է սպիտակ, գրեթե ամբողջությամբ։ Բժշկության մեջ դա կոչվում է լեյկոնիխիա։ Եվ ահա թե ինչն է ինձ վախեցնում որպես բժշկի։ Ամբողջովին սպիտակած եղունգներով մարդիկ խորհրդատվության գալիս են խիստ հազվադեպ։ Գիտեք ինչու։ Որովհետև այն նայվում է կոկիկ, մաքուր, նույնիսկ գեղեցիկ, իսկ իրականում դա կարող է ցիրոզի նշան լինել։ Այո, հենց այդպես։ Լյարդը քայքայվում է, արյան մեջ ալբումինի մակարդակն ընկնում է, եւ եղնգային մահճակալը կորցնում է իր նորմալ վարդագույն երանգը։ Հիշում եմ մի պացիենտի, 57 տարեկան տղամարդ, չխմող, ընդհանրապես ոչ մի կաթիլ ալկոհոլ չէր օգտագործում։ Նա եկել էր հոդերի գանգատով, բայց երբ ես տեսա նրա ձեռքերը, սպիտակ եղունգներ, բուն եզրին նեղ վարդագույն շերտով, անմիջապես նշանակեցի կենսաքիմիա։ Լյարդի ցուցանիշները տագնապալի էին։ Ոչ ալկոհոլային ճարպային հիվանդություն, որը մի քանի տարվա ընթացքում առանց ախտանիշների անցել էր 3-րդ աստիճանի ֆիբրոզի։ Եղունգները ցույց տվեցին դա ավելի շուտ, քան ի հայտ եկավ աջ թուլակողի ցավը։ Հիմա կապտավուն կամ երկնագույն երանգ։ Այստեղ ամեն ինչ միաժամանակ ավելի պարզ է եւ ավելի սարսափելի։ Եթե ձեր եղունգները ստանում են նման գունգունավորում, դա նշանակում է, որ արյունը բավարար չափով հագեցած չէ թթվածնով։ Պատկերացրեք, որ ձեր հյուսվածքները խեղդվում են հենց հիմա։ Յուրաքանչյուր բջիջ ստանում է ավելի քիչ վառելիք, քան իրեն անհրաժեշտ է։ Իսկ դուք նույնիսկ չեք էլ զգում դա, որովհետև օրգանիզմը կարողանում է կոմպենսացնել մինչև որոշակի սահման։ Երբ սահմանն անցնում է, սկսվում է հեվոց, գլխապտույտ, իսկ դրանց հետևում են սրտանոթային աղետներ։ Կապտավուն գունավորումը կարող է վկայել թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդության, սրտային անբավարարության, ծայրամասային արյան շրջանառության խանգարման մասին։ Մեկ երանգ, իսկ դրա հետևում սպառնալիքների մի ամբողջ հովար։ Իսկ այժմ այն ինչի մասին խոստացել էի պատմել նախորդ հատվածում։ Մուգ շերտ, շագանակագույն կամ սև գիծ, որը ձգվում է հիմքից դեպի ազատ եզր։ Մարդկանց մեծամասնությունն այն ընդունում է որպես կապտուկ կամ չորացած արյուն։ Երևի խփել եմ ու մոռացել։ Այդպես էր մտածում նաև իմ պացիենտը, մի 61 տարեկան տղամարդ։ Շերտը հայտնվել էր աջ ձեռքի բութ մատի վրա, նեղ, մոտ 2 միլիմետր։ Նա ապրել էր դրա հետ 5 ամիս։ 5 ամիս։ Երբ նա վերջապես այն ցույց տվեց ինձ, ես նրան անմիջապես ուղարկեցի դերմատոսկոպիայի։ Ենթաեղնգային մելանոման չարորակ նորագոյացությունների ամենաագրեսիվ ձևերից մեկն է։ Բայց վաղ փուլն էր, նրա բախտը բերեց։ Վիրահատություն, հսկողություն, ռեմիսիա։ Իսկ եթե եւս կես տարի սպասեր, այս տիպի ուշ փուլերում ապրելիության վիճակագրությունը 5 տարվա կտրվածքով 20% պակաս է։ Հիշիշեք կանոնը։ Ցանկացած մուգ գիծ, որը կապված չէ վնասվածքի հետ, որն աճում է, փոխում է լայնությունը կամ գույնը, անհապաղ մասնագետի այցելելու առիթ է։ Ոչ թե վաղը, ոչ թե հաջորդ շաբաթ։ Հիմա։ Եվ ահա հասանք գունատությանը։ Կթվար, դե գունատը, հետո ինչ։ Իսկ այն, որ գունատ եղնգային մահճակալը ձեր արյան հայելին է։ Եթե հեմոգլոբին իջնում է 1 լիտրում 100 գրամից, եղունգներ սկսում են կորցնել գույն առաջիններից մեկը, ավելի շուտ քան մաշկը, ավելի շուտ քան լորձաթաղանթները։ Եվ քանի դեռ դուք հոգնածությունը վերագրում եք եղանակին, իսկ գլխապտույտը քնի պակասին,
ձեր ոսկրածուցն արդեն աշխատում է գերծանրաբեռնված։ Բայց գույնն ընդամենը առաջին շերտն է, որովհետև նույնիսկ եթե երանգը իդեալական է, ձևը կարող է պատմել բոլորովին այլ պատմություն։ Եվ հավատացեք, եղունգների որոշ ձևեր, որոնք մարդիկ համարում են իրենց գենետիկ առանձնահատկությունը, իրականում ախտանիշ են, որը նկարագրված է սրտաբանության և պուլմոնոլոգիայի դասագրքերում։ Դուք կզարմանաք, թե որքան ճշգրիտ կարող է ձեր մատների ծայրերի կորությունը մատնանշել մի խնդրի մասին, որի գոյությունը չի էլ կասկածում անգամ ձեր տեղամասային թերապևտը։ Գիտեք, թե ինչն է միավորում Հիպոկրատին և ժամանակակից սրտային վիրաբույժին։ Երկուսն էլ ախտորոշում էին մատներով։ Մեին մատներով։ 1000 տարի առաջ Հիպոկրատը նկարագրեց մատների ծայրերի դեֆորմացիան, որը բժիշկները մինչ օրս անվանում են նրա անունով։ 25 դար է անցել, իսկ մենք օգտագործում ենք նույն մեթոդը։ Միայն թե հիմա մենք հաստատ գիտենք, թե ինչու է դա աշխատում։ Եվ ահա թե ինչն է զարմանալի, այս մեթոդը մինչ օրս չի մտել կենսաբանության ոչ մի դպրոցական դասագիրք։ Միլիոնավոր մարդիկ անգամ չեն էլ կասկածում, որ իրենց մատների ձևն արդեն իսկ պարունակում է պատրաստի ախտորոշում։ Սկսենք ամենահարկու նշանից, այսպես կոչված թմբկափայտիկներ, երբ մատների ծայրերի ֆալանգները հաստանում և կլորանում են, իսկ եղունգն սկսում է կորանալ, կախվելով բարձիկի վրա։ Եթե նայեք կողքից, մատը հիշեցնում է կոլբա։ Հետին գլանի և եղունգի մակերեսի միջև անկյունը նորմայում կազմում է մոտավորապես 1060 աստիճան։ Այս դեֆորմացիայի դեպքում այն գերազանցում է 1080-ը, կարծես թե մանրուք է 20 աստիճանի տարբերություն, բայց այս 20 աստիճանի հետևում կարող է կանգնած լինել քրոնիկական թթվածնային քաղցը, որը տևում է ամիսներ, երբեմն էլ տարիներ։ Մեխանիզմն այսպիսին է. երբ հյուսվածքները համակարգված կերպով թթվածին չեն ստանում, մատների ծայրերում սկսում է աճել շարակցական հյուսվածք։ Օրգանիզմը փորձում է կոմպենսացնել, գազափոխանակության համար ավելի մեծ մակերես ստեղծել, և մատները բառացիորեն ուռչում են։ Սա տեղի է ունենում ծանր բրոնխոթոքային հիվանդությունների, սրտի բնածին արատների, էնդոկարդիտի, սրտի խցիկների ներքին թաղանթի բորբոքման ժամանակ։ Իսկ եվրոպական մի խոշոր հետազոտության տվյալներով դեպքերի 17%-ում նման դեֆորմացիան հանդիսանում է թոքերում չարորակ պրոցեսի առաջին տեսանելի նշանը։ 17 մասուկուն, յուրաքանչյուր 6-րդը։ Մտածեք դրա մասին։ Կա մի պարզ տնային թեստ, որը ձեզնից կխլի 3 վայրկյան։ Երկու ձեռքերի ցուցամատերը մոտեցրեք միմյանց, եղունգները դեմ դիմաց, ասես հայելային արտացոլանք լինի։ Տեսնում եք եղունգների հիմքերի միջև փոքրիկ շեղանկյունաձև անցք։ Եթե այո, ամեն ինչ կարգին է։ Եթե անցք չկա և մատները կիպ փակվում են, սա հենց այն տագնապալի նշանն է։ Արեք սա հենց հիմա, ես կսպասեմ։ Եվ այո, հիշեք այս թեստը։ Այն կարող է պետք գալ ոչ միայն ձեզ, այլև ձեր մտերիմներին։ Այժմ լրիվ հակառակը, գդալաձև դեֆորմացիա։ Այստեղ եղունգը ոչ թե ուռուցիկ է, այլ հակառակը, գոգավոր, բարձրացած եզրերով։ Եթե նրա վրա ջուր կաթեցնեք, կաթիլը չի սահի, այլ կմնա ներսում, ինչպես փոքրիկ թասի մեջ։ Բժիշկներն այն անվանում են կոյլոնիխիա։ Եվ դեպքերի 80%-ում պատճառը մեկն է՝ երկաթի ծանր դեֆիցիտ։ Եվ ահա թե ինչն է ինձ համար կարևոր, որպեսզի դուք հասկանաք։ Երկաթը պարզապես արյան համար նախատեսված էլեմենտ չէ։ Առանց դրա չի աշխատում թթվածնի տեղափոխման համակարգը։ Հեմոգլոբինի յուրաքանչյուր մոլեկուլ պարունակում է երկաթի 4 ատոմ, և դրանցից յուրաքանչյուրն իր վրա պահում է թթվածնի մոլեկուլներ։ Երբ երկաթը քիչ է, թթվածինը քիչ է։ Երբ թթվածինը քիչ է, տուժում է ամեն ինչ՝ ուղեղը, մկանները, սիրտը, իմունիտետը։ Դուք ոչ միայն հոգնում եք, դուք դանդաղ մարում եք։ Իսկ միակ տեսանելի ցուցիչը մատի ծայրի այս տարօրինակ փոսիկն է, որը դուք վերագրում էիք բնությունից տրված ձևին։ Եվ ի դեպ, եթե դուք 40 անցքին եք և նկատել եք նման դեֆորմացիա, ստուգեք ֆերիտինի մակարդակը, ոչ թե հեմոգլոբինի, այն կարող է լինել նորմայի ստորին սահմանում, այլ հենց ֆերիտինի, սպիտակուցի, որը պատասխանատու է պահեստում երկաթի պաշարների համար։ Գդալաձև եղունգներով իմ պացիենտուհիների մոտ ֆերիտինը հաճախ իջնում էր 12-ից ցածր, մինչդեռ նորման 30-ից է սկսվում։ Օրգանիզմն արդեն սպառում էր իր պահուստները, իսկ ստանդարտ անալիզը ցույց էր տալիս թվացյալ բարեկեցություն։ Ահա ևս մի ձև, որն արժանի է առանձին խոսակցության։ Հարթ, գրեթե չճկված եղունգներ, առանց նորմալ աղեղի, առանց սովորական ուռուցիկության, հաճախ փխրուն, խամրած և չոր կուտիկուլայով։ Սա լուռ ազդանշան է էնդոկրին համակարգից։
Վահանաձև գեղձը մեծ սալորի չափ եւ ընդամենը 20-25 գրամ քաշով օրգան է։ Այն ղեկավարում է ձեր մարմնի յուրաքանչյուր նյութափոխանակության պրոցեսի արագությունը։ Երբ այն դանդաղում է ամեն ինչ՝ մազերի աճը, մաշկի թարմացումը, աղիների պերիստալտիկան եւ նաեւ եղունգների աճը։ Եղունգը դառնում է բարակ, կորցնում է էլաստիկությունն ու ռելիեֆը։ Հիպոթիրեոզով իմ շատ պացիենտներ գանգատվում էին վատ աճող եղունգներից եւ պարզվում էր, որ աճն այստեղ կապ չունի։ Բավական էր կարգավորել թիրեոիդ հորմոնների մակարդակը եւ 4-5 ամիս անց աճում էր լիովին այլ եղունգ։ Բայց ձևն ու գույնը դեռ ամբողջ բառարանը չեն, որովհետեւ ձեր եղունգները խոսում են ոչ միայն գույներով եւ կորություններով, դրանք գրու են գծերով՝ երկայնական, լայնական, եզակի եւ բազմակի։ Եվ յուրաքանչյուր նման գիծ առանձին գրառում է ձեր բժշկական քարտում, որը դուք կրում եք ձեզ հետ, բայց որը մինչ օրս չէիք կարողանում վերծանել։ Հիմա կսովորեք։ Եվ այս գծերից մեկը կարող է պատմել մի իրադարձության մասին, որը տեղի է ունեցել ձեր մարմնի հետ 3 ամիս առաջ, նույնիսկ եթե դուք ինքներդ դրա մասին չեք հիշում։ Պատկերացրեք սեյսմոգրաֆ, սարք, որը հարթ գիծ է գծում։ Քանի դեռ ամեն ինչ հանգիստ է, բայց բավական է հողը ցնցվի, եւ ժապավենի վրա հայտնվում է պորտկում, զիգզագ իրադարձության հետք։ Ահա, ձեր եղունգները աշխատում են նույն սկզբունքով։ Երբ օրգանիզմը կարգին է, մակերեսը հարթ է, առանց ռելիեֆի, բայց բավական է մի խափանում լինի, եւ եղունգի վրա մնում է նշան՝ ակոս, շերտ, փոսիկ, եւ այն ոչ մի տեղ չի կորչի։ Այն դանդաղ կսողա հիմքից դեպի եզրը, մինչև դուք այն չկտրեք։ Բայց նույնիսկ դրանից հետո, եթե պատճառը չի վերացվել, կհայտնվի նորը։ Սկսենք երկայնական ակոսներից։ Ուղղահայաց բաբարակ գծեր, որոնք գնում են կուտիկուլայից դեպի ազատ եզր։ Բացեք ցանկացած ֆորում եւ ձեզ կգրեն՝ դա նորմալ է, տարիքային է, մի անհանգստացեք։ Եվ դեպքերի կեսում դա իսկապես այդպես է։ 45 տարեկանից հետո մատրիքսն սկսում է աշխատել մի փոքր ավելի անհավասարաչափ, եւ թեթև երկայնական անհարթությունները բնական գործընթացի մի մասն են։ Բայց ահա հիմնաբառը՝ թեթև։ Եթե ակոսները խորն են, եթե դրանք կարելի է զգալ մատի բարձիկով հպվելով, եթե դրանք հայտնվել են կտրուկ եւ միանգամից մի քանի մատների վրա, սա արդեն այլ խոսակցություն է։ Խորը ուղղահայաց գծերը կարող են վկայել բարակ աղիքում սննդանյութերի ներծծման խանգարման մասին։ Ձեր սնունդն անցնում է մարսողական տրակտով, բայց օրգանիզմն այնտեղից չի վերցնում այն, ինչ իրեն պետք է։ Դուք ուտում եք եւ մնում եք քաղցած բջջային մակարդակում։ B խմբի վիտամինները, ցինկը, մագնեզիումը, ամեն ինչ անցնում է տրանզիտով, իսկ եղունգների վրա հայտնվում են այս լուռ ուղղահայաց սպիերը։ Բայց ամենահետաքրքիրն սկսվում է լայնական գծերով։ Եվ այստեղ ես ուզում եմ, որ դուք հիշեք մեկ անուն։ Ժոզեֆ Բո։ Ֆրանսիացի ռազմական բժիշկ, որը 1846 թվականին նկարագրեց մի ֆենոմեն, որից ժամանակակից ախտորոշողների շունչը մինչ օրս կտրվում է։ Լայնական փոսիկներ, որոնք հատում են եղունգը մի կողային գլանից մյուսը։ Ոչ թե քերծվածքներ, ոչ թե վնասվածքներ, այլ հարթ, հստակ ակոսներ։ Կարծես ինչ-որ մեկը փափուկ մեղրամոմի վրայով դանակի բութ կողմով անցկացրած լիներ։ Յուրաքանչյուր նման ակոս այն պահն է, երբ ձեր մատրիքսը ժամանակավորապես ամբողջությամբ դադարեցրել է իր աշխատանքը։ Բջիջները դադարել են կիսվել, աճը կանգ է առել, իսկ հետո վեր սկսվել է եւ դադարի տեղում մնացել է ակոս։ Ինչը կարող է ստիպել մատրիքսին քարանալ։ 39-ից բարձր ջերմաստիճանը մի քանի օրվա ընթացքում, ծանր վարակը, վիրահատությունը, ընդհանուր անզգայացման տակ, ուժեղագույն էմոցիոնալ սթրեսը, քիմիաթերապիան, թունավորումը, ծանր մետաղներով։ Եվ ահա թե ինչն է ապշեցուցիչ։ Դուք կարող եք հաշվարկել, թե հատկապես երբ է դա տեղի ունեցել։ Եղունգն աճում է ամսական մոտավորապես 3 միլիմետր։ Չափեք հեռավորությունը ակոսից մինչև կուտիկուլա, բաժանեք 3-ի եւ կստանաք այն ամիսների քանակը, որոնք անցել են խափանման պահից։ Սա մոգություն չէ, սա կենսաբանություն է, որն աշխատում է ժամացույցի պես։ Եթե ակոսը գտնվում է հիմքից 9 միլիմետրը հեռավորության վրա, իրադարձությունը տեղի է ունեցել մոտ 3 ամիս առաջ։ Գուցե դուք հիվանդացել եք գրիպով, տարել եք ուժեղ սթրես, սովամահ եք եղել, ձեր մարմինը հիշում է եւ գրանցել է դա։ Բայց սպասեք, եթե բոյի գծերը հայտնվել են միաժամանակ բոլոր 20 մատների վրա, սա նշանակում է համակարգային հարված ամբողջ օրգան։ Դրանք նկարագրել է ամերիկացի թերապևտ Ռոբերտ Մյուրկեն անցյալ դարի 54 թվականին, ուսումնասիրելով ծանր նեֆրոտիկ համախտանիշով պացիենտներին։ Այս շերտերը արյան մեջ սպիտակուցի ցածր մակարդակի ցուցիչ են։ Ընդ որում ահա մի մանրամասն։ Դրանք գտնվում են ոչ թե բում եղունգի մեջ, այլ դրա տակ գտնվող մահճակալում։
Ապացույցը պարզ է։ Սեղմեք դրա վրա եւ շերտը ժամանակավորապես կանհետանա, որովհետեւ դուք արյունը դուրս եք մղում մազանոթներից։ Բաց թողեք, շերտը կվերադառնա։ Եթե դուք տեսնում եք նման զույգ շերտեր եւ դրանք չեն անհետանում շաբաթներով, սա երիկամները եւ ալբումինի մակարդակը ստուգելու առիթ է, ոչ թե երբևէ, այլ շուտով։ Եվ գիտեք, թե ինչն է ինձ ամենաշատն անհանգստացնում։ Այն, որ մարդիկ նկատում են այս գծերը, տեսնում են դրանք ամեն օր, բայց նորմա են համարում։ Ինձ մոտ միշտ այսպես է եղել։ Ոչ, միշտ չի եղել։ Դուք պարզապես չեք հիշում այն պահը, երբ դա սկսվել է։ Իսկ սկիզբը հենց այն պահն է, երբ ձեր օրգանիզմն արեց առաջին տագնապալի գրառումը։ Բայց գծերն ու ակոսները դեռ ամբողջ պատմությունը չեն, որովհետև կան փոփոխություններ, որոնք անհնար է տեսնել աչքով։ Դրանք պետք է զգալ։ Հյուսվածքը, ահա այս զարմանալի ախտորոշիչ բառարանի հաջորդ գլուխը, եւ դրանում թաքնված են ազդանշաններ այն օրգաններից, որոնց կապի մասին եղունգների հետ դուք անգամ չեք էլ կասկածում։ Օրինակ, աղիները։ Այո, դուք ճիշտ լսեցիք, աղիները։ Եվ հիմա ես կբացատրեմ, թե ինչպես եղունգի մակերեսի մանրագույն կետային փոսիկները կարող են պատմել այն մասին, թե ինչ է կատարվում ձեր ձեռքերից 1.5 մետր հետր հեռավորության վրա։ Փակեք ձեր աչքերը։ Բութ մատի բարձիկով դանդաղ անցկացրեք մյուս ձեռքի եղունգի մակերեսով, հիմքից դեպի ծայրը։ Զգում եք, հարթ է, հավասար, թե մատի տակ մանր փոսիկներ կան, կարծես ինչ-որ մեկը ասեղով ծակած լիներ։ Անհարթություն, թմբիկներ։ Ահա հիմա դուք անում եք այն, ինչ չի անում գրեթե ոչ մի մարդ։ Դուք կարդում ձեր օրգանիզմը կույր վիճակում, շոշափելով։ Եվ այն, ինչ դուք զգում եք, կարող է ավելի կարևոր լինել ցանկացած անալիզից, որը դուք հանձնել եք վերջին կես տարվա ընթացքում։ Սկսենք կետային փոսիկներից։ Փոքրիկ փոսիկներ, որոնք ցրված են մակերեսով մեկ, կարծես եղունգը դրել են մանր քերիչի վրա ու թեթևակի սեղմել։ Մաշկաբանների մեծ մասը այս պատկերը տեսնելիս առաջին հերթին մտածում է զում է մեկ ախտորոշման մասին։ Պսորիաս, եւ դեպքերի 70%-ում ճիշտ են դուրս գալիս, բայց ահա թե ինչն է խիստ կարևոր։ Եղունգների պսորիազը կարող է ի հայտ գալ մաշկային առաջին վահանիկներից 7-10 տարի առաջ։ 10 տարի դուք ապրում եք, աշխատում եք, ծրագրեր եք կազմում, աուտոիմունային պրոցեսն արդեն մեկնարկել է, իմունային համակարգն արդեն գրոհում է սեփական բջիջները, եւ միակ տեսանելի մարկերը եղունգի վրայի այս հազիվ նկատելի կետերն են, որոնք դուք վերագրում եք կոշտ ջրին կամ վատ մատնահարդարմանը։ Ես մի պացիենտուհի ունեի, 48 տարեկան, հաշվապահ, ոչ մի գանգատ, բացի տգեղ եղունգներից, կետային փոսիկներ 10 մատներից 8-ի վրա։ Ես նրան ուղարկեցի ռևմատոլոգի մոտ, արդյունքը վաղ պսորիատիկ արթրիտ։ Հոդերը դեռ չէին ցավում, ռենտգենը դեռ ոչինչ չէր ցույց տալիս, բայց բորբոքման սպეციფիկ մարկերներն արդեն սողում էին վեր։ Մենք սկսեցինք թերապիան նախքան հոդերի դեֆորմացիայի առաջացումը։ Եթե նա 3 տարի ուշ կար, խոսքն արդեն կգնար ոչ թե դեղահաբերի, այլ վիրահատության մասին։ Բայց փոսիկները միայն սկիզբն են։ Եկեք խոսենք շերտավորման մասին։ Երբ եղունգ սկսում է փշրվել ազատ եզրում, բաժանվում է բարակ շերտերի, կոտրվում է ամենաթեթև ճնշումից։ Եվ ահա այստեղ մարդկանց մեծ մասը կատարում է վիթխարի սխալ։ Նրանք գնում են դեղատուն, գնում են կալցիում եւ սպասում են հրաշքի, իսկ հրաշք չի լինելու։ Եվ գիտեք ինչու։ Որովհետև կալցիումը կազմում է եղունգի թիթեղի կառուցվածքի 1/10-ից պակաս մասը։ 1-ից պակաս։ Հիմնական շինանյութը կերատինն է, սպիտակուցային միացություն, որի սինթեզի համար անհրաժեշտ են ամինաթթուներ, ծծումբ, ցինկ եւ բիոտին։ Բուր կալցիում կուլ տալով դուք բուժում եք մի օրգան, որը բաղկացած է լրիվ այլ բաղադրիչներից։ Դա նույնն է, թե բենզին լցնեք էլեկտրոմոբիլի մեջ եւ զարմանաք, որ այն չի գնում։ Շերտավորումը եւ փխրունությունը առավել հաճախ երկու բանի ազդանշան են։ Առաջինը բիոտինի, վիտամին B7-ի դեֆիցիտ։ Օրական պահանջարկն ընդամենը 30 միկրոգրամ է, չնչին չափաբաժին, բայց եթե աղիքային միկրոֆլորան խանգարված է, իսկ 50-ից հետո այն խանգարված է գրեթե յուրաքանչյուր երկրորդի մոտ, ներծծումն աղետալիորեն ընկնում է։ Երկրորդ պատճառը ջրազրկումն է։ Ոչ թե այն մակերեսային շատ ջուր խմեքը, որը գրում են ամեն հոդվածում, այլ համակարգային բջջային ջրազրկումը, որի դեպքում օրգանիզմը հեղուկը վերաուղղորդում է դեպի կենսական կարևոր օրգաններ, զոհաբերելով այն ամենը, ինչը երկրորդական է համարում։ Եվ եղունգները զոհերի ցուցակում առաջինն են։ Այժմ հաստացումը։ Երբ եղունգը դառնում է կոշտ, հաստ, փոխում է գույնը պղտոր դեղնավունից ամշագանակագույնի, մարդկանց 90%-ը կասի սունկ է, եւ կվազեն քսելու հակասնկային միջոցներ, բայց ահա պարադոքսը։ Հաստացած եղունգների գրեթե 1/3-ը լաբորատոր անալիզի ժամանակ ստերիլ է դուրս գալիս։ Ոչ մի սունկ,
Բա ինչ է ուրեմն։ Միկրոշրջանառության խանգարում։ Արյունը վատ է հասնում մատրիքսին, բջիջներն ավելի քիչ սնուցում են ստանում, կառուցվածքը սխալ է ձևավորվում, եղունգն աճում է ծուռ ու մուռ, շերտավորվելով ինքն իր վրա։ Սա հատկապես բնորոշ է երկրորդ տիպի շաքարային դիաբետ ունեցող մարդկանց։ Եվ հաճախ հենց ոտքերի եղունգների փոփոխությունն է դառնում այն առաջին զանգը, որն առաջ է ընկնում քաղցած փորին գլյուկոզայի բարձրացումից։ Եվ ահա հասանք մի կապի, որը ցնցում է անգամ բժիշկներին՝ աղիներ եւ եղունգներ։ Ինչպես է 6-7 մետր երկարությամբ բարակ աղին ազդում այն բանի վրա, թե ինչ է կատարվում ձեր մատների ծայրերին։ Անմիջականորեն։ Բարակ աղիքի լորձաթաղանթը ձեր մարմնի գլխավոր մաքսատունն է։ Դրա միջով անցնում է այն ամենը, ինչ դուք կերել եք։ Եթե այս մաքսատունը վնասված է, իսկ այն կարող է վնասել քրոնիկական սթրեսը, ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերի անվերահսկելի ընդունումը, գլյուտենի անտանելիությունը, զարգանում է աղիքային բարձր թափանցելիության համախտանիշ։ Սննդանյութերը արտահոսում են, տոքսինները ներթափանցում են արյան մեջ, համակարգային բորբոքումն աճում է եւ եղունգներն արձագանքում են առաջիններից մեկը՝ խամրացություն, լայնական կատարներ, փխրունություն, դանդաղաճ։ Այս ամենը ձեր փորում տիրող քաոսի արտացոլանքն է։ Բայց խնդիրների մասին իմանալը գործի կեսն է, երկրորդ կեսը դրա հետ ինչ անելը հասկանալն է։ Եվ նախքան կոնկրետ գործողությունների ալգորիթմին անցնելը, մեզ մնաց քննարկել եւս մեկ տեղեկատվական շերտ, որը գտնվում է բառացիորեն արմատի մոտ։ Լունուլաները, սպիտակ կիսալուսինները հիմքի մոտ։ Աճի արագությունը, փրագությունը, փխրունությունը, որը գալիս է տարիքի հետ, բայց որը կարելի է կանգնեցնել, որովհետև այն, ինչ ձեզ ասում էին եղունգների ծերացման մասին, միֆ է։ Եվ հիմա ես այն կքանդեմ։ Նայեք ձեր եղունգների հիմքին։ Տեսնում եք սպիտակ կիսալուսինները։ Գուցե դրանք հստակ են խոշոր բութ մատների վրա, ավելի փոքր, ցուցամատերին եւ հազիվ նկատելի մնացածներին։ Իսկ գուցե ընդհանրապես չկան։ Այսպիսով եւ առաջինը, եւ երկրորդը, եւ երրորդը ձեր մասին պատմում են ավելին, քան դուք կարծում եք։ Եվ այն, ինչ ես հիմա կասեմ, հակասում է նրան, ինչ դուք կկարդաք ինտերնետում եղած հոդվածների 90%-ում։ Լունուլան մատրիքսի տեսանելի մասն է, որը նշմարվում է եղունգի հիմքի միջով։ Այն սպիտակ է, որովհետև այս գոտում բջիջները դեռ ամբողջությամբ չեն երջերացել եւ չեն անցկացնում եղնգային մահճակալի գույնը։ Ըստ էության դուք տեսնում եք ֆաբրիկան, աշխատանքի process-ում, եւ այս պատուհանի չափը արտադրության ակտիվության ուղղակի ցուցիչն է։ Խոշոր, լավ երևացող կիսալուսինները մատների մեծ մասի վրա սովորաբար լավ արյան շրջանառության եւ ակտիվ նյութափոխանակության նշան են։ Բայց ահա այստեղ ուշադրություն։ Չափազանց մեծ լունուլաները, որոնք զբաղեցնում են ամբողջ տեսանելի մակերեսի 1/3-ից ավելին, կարող են ահազանգել վահանաձև գեղձի գերֆունկցիայի, հիպերֆունկցիա մասին։ Նյութափոխանակությունը արագացած է մինչև սահմանագից, սիրտը խփում է, քաշը հալվում է առանց դիետաների, ձեռքերը դողդողում են, իսկ եղունգներն աճում են աննորմալ արագությամբ։ Կարծես թե ինչ վատ բան կա արագ աճի մեջ, իսկ այն, որ հիպերֆիրեոզն առանց բուժման մաշեցնում է սրտամկանը այնպես, ինչպես 30 տարվա ծանր մարզումները կանեին ինչ-որ 2-3 տարում։ Հակառակ պատկերը, լունուլաները չնչին են կամ ամբողջովին բացակայում են։ Եվ այստեղ սկսվում են շփոթությունները։ Որոշ բժիշկներ ասում են, սա նորմայի տարբերակ է, կառուցվածքի առանձնահատկություն։ Մյուսները դանդաղած նյութափոխանակության նշան է։ Ում հավատալ։ Պրակտիկայի 30 տարիների ընթացքում ես մշակել եմ պարզ մի կանոն. եթե կիսալուսիններն առաջ երևում էին, իսկ հետո անհետացել են, դա ախտանիշ է։ Եթե դրանք պատանեկությունից չեն եղել, ամենայն հավանականությամբ, անատոմիական առանձնահատկություն է։ Բայց նույնիսկ այս դեպքում ես խորհուրդ եմ տալիս ստուգել թիրեոտրոպ հորմոնի եւ ազատ թիրոքսինի մակարդակը, պարզապես բացառելու համար թաքնված հիպոթիրեոզը, որը տարիներով քողարկվում է, ես պարզապես հոգնում եմ, որովհետեւ տարիքս այն է պատրվակով։ Իսկ այժմ աճի արագությունը։ Եվ այստեղ է թաքնված ամենակենսունակ միֆերից մեկը, որին հավատում են նույնիսկ իմ որոշ գործընկերներ։ Միֆը հնչում է այսպես. 50-ից հետո եղունգներն աճում են ավելի դանդաղ, դա նորմալ է, ոչինչ չես կարող անել։ Առաջին մասը ճիշտ է, իսկապես տարիքի հետ նորացման արագությունը նվազում է ամսական մոտ կես միլիմետրով 30-ից հետո յուրաքանչյուր տասնամյակի համար։ Բայց երկրորդ մասը ոչինչ չես կարող անել, սուտ է, եւ վտանգավոր սուտ, որովհետև այն ստիպում է մարդկանց պաթոլոգիան ընդունել որպես անխուսափելիություն։ 50-ից հետո աճի դանդաղումը դատավճիռ չէ, դա հավասարում է փոփոխականներով, որոնց վրա կարելի է ազդել։ Առաջին փոփոխականը՝ արյան հոսքը, արյան շրջանացությունը։
Տարիքի հետ մատրիքսը սնուցող մանր անոթները նեղանում են, պատերի էլաստիկությունն ընկնում է, թթվածնի և նուտրիենտների մատակարարումը դանդաղում է։ Բայց կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը, նույնիսկ օրական 30 րոպե քայլելը ավելացնում է ծայրամասային արյան հոսքը 20-25 տասոսով։ Սա վերացական խորհուրդ չէ, շատ շարժվեք, սա կոնկրետ մեխանիզմ է։ Շարժումը լայնացնում է մազանոթները արյուն են տանում դեպի մատրիքս, մատրիքսն ստանում է շինանյութ և արագացնում աշխատանքը։ Արդյունքը երևում է 3-4 ամսից։ Երկրորդ փոփոխականը հորմոնալ ֆոնը։ Եվ ահա այստեղ ես դիմում եմ հատկապես կանանց։ Մենոպաուզան փլուզում է էստրոգենների մակարդակը, և սա հարվածում է կոլագենին, հյուսվածքների խոնավությանը, ոսկորների խտությանը, բայց նաև եղունգներին։ Եղունգները դառնում են չոր, փխրուն, բարակ։ Շատերը սա ընդունում են որպես սնկային ախտահարում և սկսում են բուժել այն, ինչ չկա։ Իրական խնդիրը հորմոնալ դեֆիցիտն է, որը գրագետ էնդոկրինոլոգը կարող է կոմպենսացնել։ Պարտադիր չէ հորմոնալ թերապիայով։ Երբեմն բավական են ֆիտոէստրոգենները և ապրելակերպի շտկումը, բայց դրա համար նախ պետք է հասկանալ պատճառը, այլ ոչ թե հետևանքը թաքցնել գելլակի տակ։ Երրորդ փոփոխականը և թերևս ամենաթերագնահատվածը ցինկն է։ Այս միներալի մասին քիչ են խոսում, իսկ իզուր։ Ցինկը մասնակցում է օրգանիզմում ավելի քան 3000 ֆերմենտային ռեակցիաների։ Առանց դրա բջիջները չեն կիսվում, բառացիորեն միտոզը կանգ է առնում, իսկ մատրիքսը ձեր մարմնի ամենաակտիվ կիսվող հյուսվածքներից մեկն է։ Երբ ցինկը բավարար չէ, աճը դանդաղում է, մակերեսին հայտնվում են այն նույն սպիտակ պուտերը, ոչ թե կալցիումից, ինչպես ասում էր տատիկը, այլ կառուցվածքում առկա միկրոսկոպիկ դատարկություններից, որտեղ բջիջները չեն կարողացել ճիշտ եղջերանալ։ Հասուն մարդու համար օրական պահանջարկը 11 մգոգ է, տղամարդկանց համար և 8 կանանց։ Մի բուռ դդմի սերմը 30 գրամ ծածկում է այս նորմայի գրեթե 1/3-ը, բայց ով է ամեն օր դդմի սերմեր ուտում։ Եվ վերջապես փխրունությունը։ Այն նույն փխրունությունը, որի հետ ոչինչ չես կարող անել։ Կարող ես անել, այն էլ ինչպես։ Ամերիկյան մաշկաբանության ակադեմիայի ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ 6 ամսվա ընթացքում օրական 205 մեգակ բիոտինի ընդունումը 25 տասոսով մեծացրել է եղունգի հաստությունը մասնակիցների 63 տասոսի մոտ։ Հաստության 25 տասոսը տարբերությունն է հպումից կոտրվող եղունգի և այն եղունգի միջև, որը դիմանում է նորմալ ծանրաբեռնվածությանը։ Բիոտին, ցինկ, բավարար քանակությամբ սպիտակուց, օրական առնվազն 1 գրամ մարմնի քաշի 1 կիլոգրամի դիմաց և ադեկվատ հիդրատացիա, ջրի ընդունում։ 4 բաղադրիչ, որոնք կոպեկներ արժեն և փոխում են ամեն ինչ։ Դուք արդեն գիտեք, թե ինչ է նշանակում գույնը, հասկանում եք, թե ինչի մասին է խոսում ձևը, կարդում եք գծերը, զգում եք հյուսվածքը, հասկացաք լունուլաները և աճի արագությունը։ Մնաց ամենագլխավորը, այս ամենը համակարգի բերել։ Հստակ քայլ առ քայլ ալգորիթմը, որը դուք կկարողանաք կիրառել այսօր երեկոյան, հայելու առաջ կանգնած, առանց բժշկական կրթության, առանց սարքավորումների և ճշգրիտ հասկանալով, թե երբ կարելի է հանգիստ շտկել սննդակարգը, իսկ երբ պետք է թողնել ամեն ինչ ու գնալ բժշկի մոտ։ Հենց հիմա, 30 րոպե առաջ, դուք նայում էիք ձեր ձեռքերին և տեսնում էիք պարզապես եղունգներ։ Հիմա դուք գիտեք, որ սա ախտորոշիչ վահանակ է, որը բնությունը ներկառուցել է ձեր մարմնի մեջ շատ ավելի վաղ, քան մարդկությունը կհորիներ արյան առաջին անալիզը։ Բայց գիտելիքն առանց համակարգի քաոս է, ուստի հիմա ես ձեզ կտամ քայլ առ քայլ ալգորիթմը, որը այն ամենը, ինչ սովորեցիք, կվերածի կոնկրետ գործիքի, պարզ, արագ և հնարավոր է փրկարար։ Քայլ առաջին՝ լուսավորություն։ Հնչում է բանալ, բայց հենց այս փուլում են սխալվում գրեթե բոլորը։ Արհեստական տաք լույսն աղավաղում է երանգը։ Սառը սպեկտրով լուսաձյուդային լամպերն ավելացնում են կապտություն, որն իրականում չկա։ Ձեզ պետք է բնական ցերեկային լույս։ Մոտեցեք պատուհանին, բայց ոչ արևի ուղիղ ճառագայթների տակ, այն առաջացնում է շողքեր և գերլուսավորում է մակերեսը։ Ամպամած օրվա ցրված լույսը իդեալական պայման է։ Հեռացրեք լաքը, գելը, ցանկացած ծածկույթ։ Լվացեք ձեռքերը, բայց առանց քսուքի։ Այն ստեղծում է թաղանթ, որը քողարկում է իրական գույնը։ Դուք պետք է տեսնեք եղունգն այնպիսին, ինչպիսին այն կա իրականում, առանց ֆիլտրերի, առանց խաբեության։ Քայլ երկրորդ՝ ընդհանուր զննում։ Նայեք բոլոր 10 մատներին միաժամանակ։ Դեռ մի խորացեք դետալների մեջ, գնահատեք ամբողջական պատկերը։ Արդյոք բոլոր եղունգները նույն երանգի են, նույն ձևի, նույն թափանցիկության։ Եթե մեկ մատը կտրուկ առանձնանում է ընդհանուր շարքից, սա տեղային խնդիր է, վնասվածք, վարակ, կոնկրետ մատրիքսի վնասում։
Եթե փոփոխությունները մի քանի մատների վրա են կամ բոլորի վրա միանգամից, պատճառը համակարգային է, այն ներսում է եւ այն վերաբերում է ոչ թե մատներին, այլ օրգաններին։ Քայլ 3. Գույնը։ Վերհիշեք, վարդագույն թեթև փայլով նորմա է։ Դեղինը շնչառական օրգանները, լյարդի ֆունկցիան, ավշային համակարգը ստուգելու առիթ է։ Սպիտակ ամբողջ մակերեսով, ալբումին եւ լյարդի փորձանմուշներ։ Կապտավուն թթվածնի սատուրացիա եւ սրտանոթային համակարգի վիճակ։ Մուգ երկայնական շերտ, անհապաղ մաշկաբան ուռուցքաբանի մոտ։ Առանց վարանելու, առանց մի ամիս կսպասեմի։ Ես չեմ հոգնի կրկնել, հենց այս շերտն է խլել ավելի շատ կյանքեր, քան մնացած բոլոր եղնգային ախտանիշները միասին վերցրած, միայն այն պատճառով, որ մարդիկ սպասել են։ Քայլ 4. Ձևը։ Արեք այն թեստը, որի մասին ես խոսեցի։ Մոտեցրեք ցուցամատերը բարձիկներով միմյանց, եղունգները միասին։ Շեղանկյունաձև անցքը կա, լավ է, անցք չկա։ Հերթագրվեք պուլմոնոլոգի եւ սրտաբանի մոտ։ Ոչ թե հարմար առիթի դեպքում, այլ հենց այս շաբաթ։ Ստուգեք մատները, գոգավորություն ունեն արդյոք։ Ջուր կաթեցրեք յուրաքանչյուր եղունգի վրա։ Կաթիլը սահեց, ձևը նորմալ է։ Մնաց հնարավոր է երկաթի դեֆիցիտ եւ ձեզ անհրաժեշտ է ֆերիտինի անալիզ, ոչ թե պարզապես արյան ընդհանուր քննություն։ Քայլ 5. Գծեր եւ ակոսներ։ Մատով անցկացրեք յուրաքանչյուր եղունգի մակերեսով։ Թեթև երկայնական անհարթություններ 45-ից հետո հետևեք, բայց խուճապի մի մատնվեք։ Խորը ուղղահայաց ակոսներ մի քանի մատների վրա։ Ստուգեք նուտրիենտների ներծծումը։ Ուշադրություն դարձրեք մարսողությանը, լայնական փոսիկներ։ Հիշեք, թե ինչ է տեղի ունեցել 3-4 ամիս առաջ։ Հիվանդություն, սթրես, վիրահատություն։ Յուն։ Եթե ոչինչ մտքներից չի գալիս, իսկ ակոսները կան, սա ընդլայնված հետազոտության առիթ է, որովհետև ձեր մարմինը ֆիքսել է մի իրադարձություն, որն անցել է ձեր գիտակցության կողքով, բայց ոչ ձեր բջիջների կողքով։ Քայլ 6. Հյուսվածք, կետային փոսիկներ։ Դիմեք մաշկաբանի եւ ռևմատոլոգի, նույնիսկ եթե մաշկը մաքուր է։ Շերտորում, մոռացեք կալցիումի մասին։ Ստուգեք բիոտինը, ցինկը, սննդակարգում սպիտակուցի մակարդակը եւ աղիքային միկրոֆլորայի վիճակը։ Հաստացում կուրորեն միքսեք հակասնկային միջոցներ։ Նախ, քերուկ մանրադիտակային հետազոտության եւ ցանքսի համար։ Դեպքերի 1/3-ը ոչ թե վարակ է, այլ անոթային խնդիր, եւ բուժել է պետք արյան շրջանառությունը, այլ ոչ թե մակերեսը։ Քայլ 7. Լունուլաները կակային եւ անհետացան, թիրեոտրոպ հորմոն եւ թիրոքսին։ Դարձան աննորմալ մեծ, նույն անանալիզները, բայց հակառակ պրոցեսի կասկածով։ Երբեք չեն եղել ամենայն հավանականությամբ, անհատական նորմա է, բայց ապահովագրվելն արժե մեկ այց լաբորատորիա։ Այժմ ամենակարևորը՝ կարմիր դրոշակներ։ Իրավիճակներ, որոնց դեպքում հապաղել չի կարելի ոչ մի օր։ Գրի առեք կամ հիշեք։ Առաջին կարմիր դրոշակ, մուգ շերտ, որն առաջացել է առանց վնասվածքի, աճում է կամ փոխում գույնը։ Երկրորդ, եղունգի հանկարծակի պոկվելը մահճակալից, առանց տեսանելի պատճառի։ Սա կարող է լինել համակարգային հիվանդության նշան, դեղամիջոցներից ռեակցիա կամ անգամ վահանաձև գեղձի պաթոլոգիայի վաղ մարկեր։ Երրորդ, թմբկափայտիկների տիպի դեֆորմացիա, որը զարգացել է վերջին մի քանի ամիսների ընթացքում, այլ ոչ թե եղել է իծնե։ Չորրորդ, բոյի ակոսների հայտնվելը միաժամանակ բոլոր մատների վրա, առանց տալած հիվանդության։ Հինգերորդ, գունավորման կայուն փոփոխություն, որը կապված չէ լաքի, ծխելու կամ վնասվածքի հետ եւ պահպանվում է ավելի քան 6 շաբաթ։ Այս 5 նշաններից ցանկացածը ոչ թե կգրանցվեն բժշկի մոտ հաջորդ ամիսն է, դա այսօրն է, առավելագույնը, վաղը, իսկ ահա այն, ինչ կարելի է շտկել ինքնուրույն։ Փխրունություն եւ չորություն, բիոտին, օրական 2.5 մեգագակ, բավարար քանակությամբ սպիտակուցի եւ ջրի օգտագործում, դանդաղ աճ, ֆիզիկական ակտիվություն ծայրամասային արյան շրջանառության համար եւ ցինկի մակարդակի ստուգում։ Խամրածություն, ուշադրություն դարձրեք աղիներին, սննդակարգ մտցրեք ֆերմենտաված մթերքնված մթերքներ եւ ծծումբ պարունակող ամինաթթուներով հարուստ սնունդ։ Եվ ահա մենք փակում ենք շրջանը։ Հիշում եք, ես սկսեցի այս խոսակցությունը նրանից, որ բնությունը ձեզ ցուցիչ է նվիրել, այնպես որ այն ոչ միայն նվիրել է, այն դարձրել է դա անհնարինության աստիճան պարզ։ Պետք չեն սարքեր, պետք չեն ռեագենտներ, պետք չէ սպասել լաբորատորիայի արդյունքներին 3 օր, պետք է շաբաթական 1 րոպե, 60 վայրկյան, մոտենալ պատուհանին, նայել, անցկացնել մատատով, համեմատել նրա հետ ինչ կար 1 շաբաթ առաջ, եւ եթե ինչ-որ բան փոխվել է, մի վերագրեք դա տարիքին, եղանակին։ Ինձ մոտ միշտ այսպես է եղել, որովհետև հիմա դուք գիտեք, ձեր եղունգները երբեք չեն ստում,
նրանք չեն կարողանում։ Իմ անունը Արմեն Միքայելյան է։ 30 տարի ես սովորել եմ լսել մարմինը։ Այսօր ես ձեզ փոխանցեցի այդ կարողության մի մասը։ Օգտագործեք այն, կիսվեք այս տեսանյութով նրանց հետ, ում սիրում եք, որովհետև 1 րոպե ուշադրությունը սեփական ձեռքերի նկատմամբ կարող է կյանքի տարիներ նվիրել, ոչ թե երբևէ, այլ հենց հիմա։